Ողջույն մեր սիրելի հետևորդներ։ Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի լավ լուրով, որը այս անգամ որքան էլ դա զարմանալի լինի, բայց դա գալիս է Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social մեդիա կայքում գրառում է կատարել։ Այդ գրառումը նա կատարել է գրեթե 2-3 ժամ առաջ, որ ահա վերջապես եղավ երկար սպասված Իրանի հակահարվածը ի պատասխան այն հուժկու հարվածի, որ մենք հասցրեցինք նրանց միջուկային օբյեկտներին։ Մեր ռազմաբազայի ուղղությամբ, որը գտնվում է Քաթարում, ուղարկվել էր 14, արձակվել էր 14 հրթիռ, որոնցից 13-ը մենք բարեհաջող խոցեցինք։ Ես ցիտում եմ նրա բառերը։ Իսկ 14-րդին թողեցինք թռչի, որովհետև նա թռչում էր ոչ կարևոր օբյեկտների ուղղությամբ։ Նա իհարկե ներքին աուդիտորիայի համար նշում է, որ բարեբախտաբար ոչ մի զոհեր չկան ամերիկյան անձնակազմի շրջանում, բայց ամենակարևորը ինչ է, որ նա նաև նշում է եւ շնորհակալություն է հայտնում Իրանին, որ նրանք կանխավ զգուշացրել են իրանց նախքան հրթիռներ արձակելը։ Դա շատ կարևոր է, ինչը խոսում է նրա մասին, որ Ամերիկան իսկապես չէր ցանկանում եւ չի ցանկանում ներգրավել Իրանա-իսրայելական հակամարտության մեջ։ Թրամփը ստիպված էր եղել ներգրավել դրա մեջ, քանի որ գիտեք ինչքան հուժկու ազդեցություն ունի իսրայելական լոբին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ընդհանրապես կարելի է ասել արևմտյան աշխարհում։ Եվ նա պարզապես պարտավոր էր, երևի թե ես ենթադրում եմ, ի կատարածել իր նախընտրական խոստումներից մեկը, բայց նա, քանի որ սա Ամերիկայի շահերից չի բխում, որոշեց այդ խոստումը կատարել ձևական, այսպես ասած, եւ այդ տիտղոսը, որը խաղաղություն բերեց, վերցնել իր ձեռքը։ Եվ բնականաբար ես չեմ կարծում, որ այս խոսքերից հետո Իրանը գնա ել ավել էսկալացիայի, քանի որ նա էլ իր ներքին աուդիտորիայի համար, իր ներքին լսարանի համար կատարեց բավական քայլեր ի պատասխան Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազայի եւ էլ չեմ խոսում նրա Իսրայելի ուղղությամբ արձակված այդ ավերիչ հրթիռները, որոնք հուսով եմ մեծ դաս կդառնան իսրայելական հասարակության համար եւ հուսով եմ նրանք կձգտեն որևէ փոփոխության, քանի որ այս ամենը կատարվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի ռազմատենչ քաղաքականության արդյունքում։ Դե ինչ հուսանք, որ մեր երկրում էլ մեր երկրի ղեկավարությունը կհասկանա այս պահի կարևորությունը եւ կսկսի ավելի մեծ եռանդով, ես հուսով եմ, որ դա տենց է, չնայած բոլոր այն խոսակցություններին, որ հուսադրող չեն, այսպես ասեմ, բայց սա շունչ քաշելու ժամանակ է Հայաստանի համար եւս, որպեսզի մեր երկիրը կարողանա ուժ հավաքել եւ նոր թափով շարունակի ամրացնել իր պետականությունը, որպեսզի հարևան թշնամի երկրները չկարողանան նման կերպ խոսալ մեր երկրի, մեր միակ հայրենիքի հետ, ինչպես որ դա նրանք անում են։ Շնորհակալություն։